Հենց այսպես, լուսաբացից մինչև կեսգիշեր Երևանի մետրոն ուղևորվում է 10 կայարաններով, ապահովելով օրական շուրջ 75,000 ուղևորների անվտանգ եւ հարմարավետ երթևեկը։ Իրականացվել է 2 կայարանի շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ։ Այս կայարանը, ինչպես տեսնում եք, գործանային արդեն ավարտին է հասել։ 2 շաբաթ եւ կսկսենք Զորավար Անդրանիկ կայարանի շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ Միջազգային չափանիշներով շարժասանդուղքի արագությունը չպետք է գերազանցի 0.7-ը։ Մեր շարժասանդուղքները չէին տեղավորվում միջազգային չափորոշիչների մեջ։ Հարգելի ուղևորներ, շարժասանդուղքից օգտվելիս եղեք ուշադիր։ Կանգնեք միայն աջ կողմում, դեմքով դեպի շարժման ուղղությունը։ Այս սրահանգով օրվա ընթացքում տասնյակ հազարավոր քաղաքացիների մուտքը կառամատույց անցնում է այս ճանապարհով։ Իսկ դրա հակառակ կողմում աշխատանքային եռուզեռ է։ Նրանց է վստահված ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքներից մեկը։ Սա մեր շարժասանդուղքների սպասարկման գոտին է։ Մեր հիմնական աշխատանքը ստեղ է կատարվում։ Հիմա այս պայն շարժասանդուղքի վրա ուղևոր չկա եւ մոտիկացող չկա, դրա համար կանգնեց շարժասանդուղքը։ Մշտական աշխատող չի։ Հիմա այս նշանակում է ուղևորը մոտիկացել շարժասանդուղքին եւ մոտիկա միացավ։ Սպասարկումը հին շարժասանդուղքների համեմատ ավելի հեշտ է։ Վերջին 2 տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում ենթակառուցվածքների արդիականացման համար իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում։ Հաճախ չերևացող այս աշխատանքների հիմնական նպատակը Երևանյան մետրոյի եւ ուղևորների անվտանգությունն է։